Պարոն Նիկոյան, այս պահի մասնակցում եք բողոքի ակցիային, կխնդրեմ նախաձեռնությանը անդրադառնաք, ինչու որոշեցիք այսօր, եւ նաեւ ձեր աջակցությունն եք հայտնում ոչ միայն Դավիթ Համբարձումյանին, այլև բոլոր քաղբանտարկյալներին, այդ թվում Բաքվում գտնվող հայ գերիներին։ Ինչ համեմատություններ, ինչ զուգահեռներ եք անցկացնում։ Տարբերակել Հայաստանի Հանրապետությունում գտնվող քաղբանտարկյալներին եւ Բաքվում գտնվողներին դա շատ սխալ է։ Սկզբունքորեն ըստ էության նրանց կարգավիճակը նույնն է։ Այնտեղ արտաքին ճշնամին է, թուրքն է նրանց փորձում դատել հայ լինելու համար, այստեղ դատում են ներքին ճշնամին, ներքին թուրքը դատում են էլի հայ լինելու համար։ Սկզբունքորեն երկուսին էլ դատում են հայ լինելու համար, իրենց ազգը սիրելու համար, ազգային արժեքները պահպանելու համար։ Երկու դեպքում էլ դա անում է մեր ճշնամին, մեկը արտաքին ճշնամին, մեկը ներքին ճշնամին։ Սա մի ակցիա է, որը ուղղված է ամեն դեպքում եվրոպական պատգամավորներին, Եվրանեստի պատգամավորներին հիշեցնել, ցույց տալ, չնայած իհարկե նրանք եթե ուզենային իմանային, որ Հայաստանում այսպիսի քաղաքական իրավիճակ է, որովհետև իրենց համար Եվրոպան հռչակել է մարդու իրավունքների, ազատությունների, խոսքի ազատությունների եւ այլն բազմաթիվ այդպես հռչակագրեր ունի, որ 30 տարի բարբերաբար մեզ բոլորիս այ փորձել են դասերակել դրանով։ Հիմա ասում եք ձեր արժեքները դա են, ձեր արժեքները տրորում են ձեր աչքի առաջ, ձեզ էլ հետ են տրորում։ Եվրոպական արժեքները ոչնչացում է այստեղ, ծաղրում է այստեղ։ Հիմա դուք եկել եք այստեղ, ինչ եք անում։ Ակնկալիքներ ունեք դրանից։ Ակնկալիքները գիտեք ինչպես, ընդհանուր առմամբ պետք չի մեծ ակնկալիքներ ունենալ, բայց պետք է յուրաքանչյուր հնարավորություն օգտագործել, որովհետև ընդդիմության մոտ արդեն գործիքակազմում բավականին փոքր է գործիքները, որովհետեւ կարողանալ հենց եվրոպացիներ ասել դուք չեք ամաչում, որ ինքները տրորում են ձեր արժե համակարգը, հա, սա դրանցից մեկն է, որ իրեն ցույց են տալիս, որ դուք կեղծում եք այն, ինչ դուք ինքներդ եք հռչակում, որպես ձեր համար սոկության սրբոց։ Նպատակը նաև դա է, որ ցույց տալ, որ բոլոր համայնքի ղեկավարներ Հայաստանում ովքեր ընդդիմադիրներ են, կամ ձերբակալում են, կամ սպանում են, բոլոր անխտիր։ Քաղաքական հետապնդումներ են սրանք։ Սրանք ոչ միայն քաղաքական հետապնդումներ են, սրանք հաշվեհարդար են, հասկանում եք։ Քաղաքական հետապնդումը մի քիչ ավելի մեղմ ասած բան։ Հաշվեհարդար են։ Նայեք, այս ամբողջ տարիների ընթացքում սկսել Բերդից, Բերդ համայնքից խոշորացված, Վանաձորից եւ եկեք մնացած բոլոր տեղերով։ Եթե իրենք չեն կարողանում իրենց ամբողջ իշխանական լծակով իրենց թեկնածուին այսպես ասած անցկացնել, ապա իրենք անցնում են ռեպրեսիաների, քաղաքական հետապնդում եւ հաշվեհարդարներու։ Բոլորս աչքի առաջ է եւ դա գիտենք։ Խնդիր իրենք չեն հասկանում, այլևս ինչքան էլ հրաշ տղա գտնեք, բերեք, դնեք, ասեք, այ լավ տղա է, լավ կենսագրություն ունի, բայց հենց քեպ անունը դնեք նրա վրա, նա պարտվելու է, որտեղ ձեզանից զզվում են բոլորը, դուք զզվելի եք։ Հասկանում եք, դուք անտանել եք դառը եւ հայ ժողովուրդը գիտակցում է, որ դուք ներքին ճշնամի եք։ Եվ յուրաքանչյուր ընտրության ժամանակ ինքը ցույց տալիս, որ ներքին ճշնամը հետ չի ինքը, իր ազգային արժեքներին դավաճանողի հետ չի ինքը, իր սրբությունների նկատմամբ ոդուցություն անողի հետ չի ինքը, ցույց է տալիս։ Հեսա կտեսնեք վաղ շաբաթի ընտրություններին։ Եվ այս իրենք կզգան, որ իրենք մերժված են եւ զզվանքի եւ արհամարանքի արժան են ժողովրդի կողմից։ Հասկանում եք իրենք ինչ են անում։ Բոլոր տեղերը բերում են ինչ որ մեկ տեխնացու են դնում, որը ինքը իր էությամբ քանդում է այն արժեքները, որը մեջ ինքը կա։ Օրինակ դուք տեսեք, Վազգեն Սարգսյանը ուրիշ արժեքներ կարող է ազգային, հոգեգենության եւ այլ եւ այլ։ Վազգենի արժեքները քանդելու համար բերել են իր եղբորը, որ տրորի քանդի այդ արժեքները, Վազգենի ստեղծած արժեքները։ Նույնը բանակում բերում են, մտցնում են մարդիկ, որոնք բանակի դեմ են եղել, օրինակ Արման Բաբաջյանը, որը բանակից փախել էր, նրան բերել էին, որ նա կանգնի, զինվորները նրան չստան։ Դա բանակին նսեմացնելու գործառույթ են իրականացնում։ Դուք նայեք, Էջմիածնում այդ օրինակն էլ բերել։
Տեխնացու բերել են ազատամարտիկի, որտեղ հերոսական ճանապարհ անցած մարդուն Արցախի հարցում նրա զավակին բերել են ԿՊ, որը իր հոր անցած ճանապարհի այսպես մերժողն է, նրա դեմ պայքարողն է, հակարժեքն է, հակակրիստն է, հասկանում եք, բերել նույնիսկ տղային իր հոր դեմ պայքարելու, իր հոր դեմ այսպես ոչնչացնել աստղացած արժեքները։ Նայեք եկեղեցում գտել են մեկի եկեղեցու միջից, որը հանել են եկեղեցու դեմ։ Չի լինելու։ Էջմիածում կտեսնենք, որ ժողովուրդը փքելու է ձեր երեսը։ Պարոն Նիկոյան, այսօր Հանրապետության երրորդ նախագահ Սարգսյանը հայտարարեց, որ իմպիչմենտի գործընթացը չի տապալվել եւ տեխնացու մնալու է նորից Դավիթ Համբարձումյանը։ Ինչպես է այն հնարավոր իրագործել։ Շատ պարզ բողոքարկման, քանի որ կա բողոքարկման վերադաս դատական ացիաներում կա այդ հնարավորությունը բողոքարկման այդ ընթացքում ինքը շարունակում է իրավաբանները մնալ տեխնացուն, բայց ես մի բան եմ ուզում ասել էլի։ Նիկոլ կպագանել, դու տեսեք ինչ տղայա դարել է, ինքը դրսում էր, չէ, այդ դատաժանը, ինքը եկավ, իմանալը վանդերց, որ օթանավի միջից իրեն ձերպակալ, բայց ինքը, Նիկոլից դու փախել է, 2000 թվականից հետո դու փախել է, ես չգիտեմ, Արմինեի Օհանյան թե ում փեշերի տակ փախկվել է, վախկոտի մեկ, այդ տղեն լինում է իր նման, հայ մարդը լինում է իր նման, ազնիվ մարդը լինում է, հայրենիքը սիրողը լինում է իր նման, Դավիթի նման, մյուս տղեկի նման էլ, որ իմանալով իրենց ինչ է սպասում, ասեն մենք տեղ չունեն գնալու, սա իմ հայրենիքն է, իսկ դու վախկոտի նման փախկվել ես, փախած ես։ Երեք տեսել եք Համբարձումյանին, ինչ է խոսել, ինչ տրամադրություն։ Չեմ տեսել եւ ոչ մեկը չի տեսել, ակնհայտ է որ դա այդպես է լինելու, բայց խնդիրը դա չի։ Խնդիրները ինք ասում է, ես տղա եմ, ես չեմ վախենում ձեզանից, ես չեմ փախնում ձեզանից, ես դրսից արտասահմանից գալիս եմ, իմանալը բան դու տանելու եք։ Ես Նիկոլ, քեզանից շատ բարձր եմ, դու փախել ես, փախկվել ես, ես փախնող տղա չեմ, իմ հայրենիքում եմ, փախնողը, սա է խնդիրը, սա է մեր տարբերությունը։ Քաղաքական իմաստով էքի եւ ворցի տարբերությունն է սա, ոչ թե մարդկային եւ սեռական իմաստով, վարկագծի առումով է ես ասում։ Սա է խնդիրը։